Թուրքիայում վերջին շրջանում թեև սկսել են ավելի ազատ խոսել հայոց ցեղասպանության մասին, այդուհանդերձ կատարվածի վերաբերյալ դեռևս դպրոցական դասագրքերից մատուցվող պաշտոնական տեսակետից մեջբերումները գերակշռում են։ Ֆեթիե քաղաքում հանդիպեցինք դպրոցականների, հարցուփորձ արեցինք, թե ինչ գիտեն հայերի մասին, ինչ են սովորել պատմության դասերից։ Երեխաներից մեկը նախ ասաց, որ հայերի մասին չի լսել, պատմության դասերը լավ չի սովորում, բայց հիշեց, որ պատմության տետրում ինչ-որ բան տեսել է։ Չզլացավ, բացեց պայուսակն ու հանեց պատմության տետրը։ Հայերի մասին մի փոքրիկ հիշատակում կար տետրում։ Օսմանյան կայսրության արևելյան հատվածում հայերը փորձում էին հայկական պետություն ստեղծել։ Ստամբուլից մինչև կենտրոնական Անատոլիա մեզ հանդիպած շարքային թուրքերը գրեթե միաբերան ժխտում էին ցեղասպանության փաստը, թողնելով այդ հարցը պատմաբաններին, ինչպես այսօր ընդունված է Թուրքիայի քաղաքական շրջանակներում։ Մենք ընկեր ենք, եղբայր ենք, մի ընտանիք ենք։ Երանի մեր առաջնորդները մի կողմ դնեին քաղաքական հարցերն ու թույլ տային մեզ ապրել որպես եղբայրներ։ Այդպես արձագանքեց մեր հարցմանը Իզմիրի փողոցներից մեկում թեյավաճառ Բերքենտը, երբ իմացավ, որ Հայաստանից ենք։ Եթե մեզ մնար, մենք եւ սահմանները կբացեինք, եւ համերաշխ կլինեինք միմյանց հետ, բայց այդ ամենը քաղաքական գործիչների ձեռքում է։ Էրդողանը սա ասաց, մեկ ուրիշը այլ բան ասաց, եւ դա է պատճառը, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում։ Այ եթե ժողովուրդները զբաղվեին դրանով, հարցը կկարգավորվեր։ Մենք կմոռանայինք անցյալն ու միասին առաջ կգնայինք։ Հնարավորության դեպքում մեծ հաճույքով հայերեն կսովորեի, անկեղծանում է զրուցակիցս, սակայն հաջորդ պահին, երբ խոսում ենք ցեղասպանության մասին, Բերքենտը մերժողական կեցվածք է ընդունում։ Böyle bir şey kabul etmiyorum. Yani bir savaş mı oldu? Yani ben tabii ki Որպես թուրք չեմ կարող դա ընդունել, քանի որ այդ սերնդից չեմ ու հաստատ չգիտեմ ինչ է կատարվել։ Գիտեմ միայն, որ պատերազմ է եղել, մեկը մյուսին սպանել է։ Օրինակ, նույն քրդական հարցը, քրդերն էլ տարբեր թվեր են ասում, կոտորած է դա, թե գենոցիդ չեմ կարող ասել։ Bana göre o esnada ya bir savaş oldu. Իզմիրից դեպի Դենիզլի ուղևորվելիս հանդիպեցինք Մուրադ անունով մի երիտասարդի։ Հայերի մասին շատ բան չգիտեմ, ասաց։ Միայն տեղյակ եմ, որ մեր հարևաններն են։ Բացի այդ, Թուրքիայում կան հայկական ծագում ունեցողներ։ Գիտեմ նաև, որ Ստամբուլում հայերի ռեստորաններ կան, հավելեց Մուրադը։ Tarihi olarak problemler olduğunu biliyoruz ama Լսել եմ, որ պատմության ընթացքում որոշ խնդիրներ են եղել, սակայն ես պատմաբան չեմ ու չեմ կարող մեկնաբանություններ անել։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա աշխարհը փոխվում է։ Հավատում եմ կգա ժամանակ, երբ ավելի լավ կլինի։ Գիտեմ նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում լուրջ դերակատարում ունի նաև Ամերիկայի հայկական սփյուռքը։ Türkiye'de bildiğimiz bizim diasporanın şeyini yani bir Դենիզլիում հանդիպեցինք վարորդների։ Հայերը շատ լավ ու հյուրասեր մարդիկ են, ասաց նրանցից մեկը։ Օսման անունով վարորդն էլ հավելեց, որ հայերի ու թուրքերի միջև խնդիրներ առաջացել են 1915 թվականին։ Խնդրեցինք հստակեցնել ինչի մասին է խոսքը։ Yani Türklerin katledildiğiyle ilgili. Ասում են իբր մորթել են հայերին, սպանել են, կոտորած է եղել, բայց մենք գիտենք, որ նման բան չի եղել։ Katliam yapmamıştır. Ադանայում մեզ հանդիպած Բայրամը, որը ներկայացավ որպես ծագումով լազ, իր մոտեցմամբ թերևս ամենածայրահեղականներից էր ցեղասպանության ժխտման հարցում։ Հայաստանն ու հայերին չեմ սիրում, քանի որ նրանք կոտորածներ են իրականացրել ու այդ կոտորածների համար մեզ են մեղադրում ու մինչև օրս շարունակում են այդ կոտորածները։ Այդ ամենը գրված է պատմության դասագրքերում։ Ընդամենը գիտեմ, որ մեր երկրից այն կողմ Հայաստանն է, ավելին չգիտեմ։ Ապրում ենք նույն աշխարհագրական տարածքում, մեր միջև որևէ հարց չի կարող լինել։ Ամեն ինչ խառնում են վերևներից։ Իշխանություններին նկատի ունենալով ասում է ադանացի Այհանը։ Նաև հավելեց, որ լսել է Ադանայի ջարդերի մասին։ Duydum da bunların çoğu Լսել եմ, որ եղել է նման բան, սակայն տարբեր բաներ են ասում այդ մասին, որ մեկը մյուսին մորթել են։ Ինչևէ պետք է մոռանալ այդ ամենի մասին, եթե մնանք անցյալում չենք կարողանա առաջ շարժվել։ Յուրաքանչյուրը պետք է նայի իր ապագային։ Օրինակ ես շատ ուրախացա, որ տեսա ձեզ այստեղ։ Ama duydum o dediğiniz mevzular olmuştu zamanında. Ցեղասպանության վերաբերյալ յուրովի մոտեցումներ ու կարծիքներ, իսկ հիմնականում իշխանությունների մերժողական տեսակետը որդեգրած Թուրքիայի քաղաքացիները հորդորում են շատ չկենտրոնանալ անցյալի վրա ու հայացքը հառել դեպի ապագան։